Հայաստանում աշխատանքային առաջին օրը Կալիֆոռնիայի համալսարանի ակնաբուժության պրոֆեսոր Ջերմա Տաուն 70 հետազոտություն է արել։ Նա հեղինակավոր այլ ակնաբուժների հետ Հայաստանում է հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի կազմակերպած 65-րդ բժշկական առաքելության շրջանակում։ Yes, this is my first time to Armenia and my first trip with the Armenian Eye Care. Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան։ Հայկական ակնաբուժության նախագծի հետ առաջին կամավորական համագործակցությունն է, եւ ես շատ տպավորված ու հիացած եմ։ Մենք կարողացանք 70-ից ավելի պացիենտների հետ շփվել։ Նույնիսկ կատակով ասում էինք, որ ես մի օրվա ընթացքում տեսա իմ մասնագիտության ամբողջ սպեկտրը։ Շատ շնորհակալ եմ, որ համբերատար սպասեցին, երկար ժամանակ տրամադրեցին եւ ես կարողացա ծանոթանալ իրենց խնդիրներին։ Տեսա, թե այս մի քանի օրը ինչով կկարողանամ նրանց օգտակար լինել։ Այսպես պրոֆեսոր Տաուն հետազոտության հաջորդ օրը հայ գործընկերների հետ մոտ 10 բացառիկ վիրահատություն է կատարելու, մի քանի վիրահատություն էլ կհասցնի անել մինչև Հայաստանից մեկնելը։ Այսօր բարեհաջող մեկ վիրահատությունը կատարվել է, հիմա պացիենտը քնած է երկրորդ ձեր թույլտվությամբ, փորձենք այնտեղ երկրորդը սկսել։ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի պլաստիկայի, նեյրոտերմոլոգիայի բաժանմունքի վարիչ Արմինե Ղարաքեշյանն արտասահմանցի բժիշկների հետ կատարած եզակի միջամտությունների մասին է պատմում։ Այսպես օրինակ պացիենտներից մեկի կոպի դեֆորմացիան ուղղել են որովայնի ճարպի միջոցով։ Հիմնական խնդիրը դա քրոնիկական արցունքահոսությամբ, կանալների բլոկադայով պացիենտներն են, ուռուցքներով պացիենտները, կոպերի թուլությամբ, բնածին անոմալիաներով երեխաներ ենք տեսել, ուռուցքներ եւ գերագույն խնդիր ունեինք, որ չէինք կատարել մինչ օրս Հայաստանում երկու վերին եւ ստորին կանալիկուլիսների բլոկադայի պայմաններում արցունքակթային իմպլանտի տեղադրում։ Այսօր առաջին անգամ այդ վիրահատությունը Հայաստանում կատարվեց, այսպես կոչված Ջոնի խողովակի իմպլանտացիա, դասական այդ արցունքակթային ծորանի բացման վիրահատությունը չէր կարող օգնել այս պացիենտներին, ուստի առաջարկվեց նոր տիպի գործողություն կատարել։ Միջազգային որակավորում ունեցող բժիշկներն առաքելության շրջանակում ոչ միայն ստուգումներ ու վիրահատություններ են կատարում, այլև վերապատրաստման ծրագրեր են իրականացնում։ Այս սենյակում օրինակ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր կամավոր հիմունքներով արդեն 5 տարի անընդմեջ Հայաստան ժամանող Մեյթու Ուեյթը մարզային բժիշկներին աչքի վիրահատությունների է պատրաստում։ I've always been very impressed with the dedication, with the skill level and with the ability of Առաջին այցելությունից ի վեր շատ տպավորված եմ Հայաստանում բժիշկների հմտությունների եւ գիտելիքի մակարդակով ու այն ամենով, ինչ բժիշկ Հովսեփյանի ղեկավարմամբ այս բժիշկները սովորել են տարիների ընթացքում։ Այսօր ուսումնասիրում ենք կատարակտի վիրահատության նորագույն մեթոդները, ոսպնյակի տեղադրման նորագույն մեթոդներ, որոնք Միացյալ Նահանգների իմ գործընկերների համար նույնպես նոր են։ And many of my fellow doctors are just learning in the United States. Հայկական ակնաբուժության նախագծի ավագ վիրաբույժ Ասատուր Հովսեփյանը աշխատել է նախագծի շրջանակում մարզերում բացված 5 կենտրոնների բժիշկների հետ, նրանց փոխանցել ոլորտի նորությունները։ Դա անելն ավելի արդյունավետ է դառնում նույն նախագծի շրջանակում բացված ու տեխնիկապես համալրված Wet Lab-ում, ուսումնական սենյակում։ Նույնիսկ этаպներ կար, որ ես էի ուզում դոկտոր Մեծուից փորձարկեցի այդ տեխնիկաները։ Մենք այդպես ենք աշխատում, որպեսզի բարդություններ չլինի ռեալ վիրահատությունների ժամանակ։ Իսկ այս Wet Lab-ը շատ լավ կարևոր կոմպոնենտ է, որ շնորհիվ այս սիմուլյացիոն աչքերի, որոնք մեր դոկտոր Մեծուն բազմաթիվ բերել է, հնարավորություն է ստեղծում այդ բոլոր этаպները կոպտեսած վարժվել արհեստական աչքի վրա, դա շատ կարևոր է։ Բժիշկ Ուեյթը Հայաստանում եղջերաթաղանթի փոխպատվաստումներ է կատարում եւ մինչ բժիշկներին է փոխանցում դա կատարելու նրբությունները, հիվանդանոցի վիրահատարանում հերթական բարդ միջամտությանն են պատրաստվում ակնաբուժական կենտրոնի եղջերաթաղանթի եւ անոթաթաղանթի բաժանմունքի պրոֆեսոր Աննա Հովակիմյանը եւ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Մարջան Ֆարիդը։ Այսօր մենք պատրաստվում ենք կոնկրետ այս պահին վիրահատելու մի պացիենտի, ով ունի մեկ աչք, այսինքն մյուս աչքը ցավոք նա կորցրել է տարիներ առաջ քիմիական այրվածքի պատճառով եւ այս աչքն էլ, որը քիմիական վնասվածք է տարել, ենթարկվել է բազմաթիվ գործողությունների եւ այսօր մենք պատրաստում ենք մեր ամերիկացի գործընկերների հետ միասին կատարելու արհեստական եղջերաթաղանթի պատվաստում. My first time here
Սա իմ առաջին այցն է այստեղ եւ ես հնարավորություն ունեմ տեսնելու բարդ դեպքեր աչքի արտաքին շերտի հիվանդություններով։ Ես այստեղ եմ համագործակցելու, սովորելու իմ գործընկերներից եւ հուսով եմ, որ նրանք էլ կսովորեն ինձնից, ասում է Մարջան Ֆարիդը։ Այս բժիշկների մի մասը Հայաստանում է առաջին անգամ, ոմանք նախագծի հետ են առաքելության մեկնարկի պահից արդեն 33 տարի։ Այդ ժամանակ էր, երբ Ռեջար Օհանեսյանը Հայաստանի կառավարությունից նամակ ստացավ օգնության ակնկալիքով, հավաքեց սարքավորումները, դեղորայքն ու գործընկերների հետ եկավ հայերի աչքին լույս բերելու։ Ավանդույթը շարունակվում է մի քանի տասնամյակ Հայաստանի հետ որևէ կապ չունեցող բժիշկների կամավոր ներկայության շնորհիվ։ Արուսյակ Կապուկչյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։